Ինձ համար դժվար է լինելու։ Դավիթս որդի ունի։ Չգիտեմ ինչ անեմ տիկին Հասմիկ։ Դիլից սպասի։ Ես մտածեցի հենց մի բան կազմակերպեմ, որ մերին ինչ էլ առաջարկի, Ռաֆը մտածի, որ մերին իր նման է մտածում։ Ռաֆեն կներկայացնես այն ցանկը, որոնց հետ Ռաֆեն Ֆրանսիայում պայմանավորվել է։ Մուրադ, հանգիստ եղեք։ Տեղի համար ես օդու ատու չեմ։ Դու նայի տեղ համար դուր չգա։ Ես չգիտեմ, թե դու տեղում հետ ես գործ բռնել, դու ինչ կարար։ Եթե այդտեղ ինչ-որ բան նես չգնաց, Ռաֆուն ջոգեց ինչն ինչոց է, ձեր պատճառով մենք էլ ստեղ ենք քաշվում։ Դու քո փայ գործնանում ես ու գրաղ ես քաշվում։ Մնացածը իմ գործն է։ Բոլորիդ երաշխավորը ես եմ, Հենդո։ Դե ուրեմն առաջ Աստված։ Քավոր վաղը հանդիպելուց հետո կզանգեմ։ Հա, Հենդո։ Կսպասեմ զանգիդ։ Առաջ Աստված։ Հաջող։ Հաջող, Հենդո, հաջող։ Կարծում եմ, որ ամեն ինչ իմ ծրագրածով պիտի գնա։ Ամեն ինչ։ Բարև։ Ոնց ես։ Լավ ասել, որ լավ է, մեզ մի հատ եմ բաժանում, հա։ Ես ինչ հասկացել ես խմել, ինչ է եղել։ Զանգի եմ սպասում, վերացցի գաս, իրար հետ սպասենք։ Ինչ զանգի ես սպասում։ Ասա տնան ինչ է եղել։ Ասեմ, բայց վրա չտես ավեշ չկա։ Ինչ է եղել ասա։ Ապեր, ես մի հատ գործ եմ բռնել, ու այդ գործը շակալի հետ եմ բռնել։ Ալիք։ Մի րոպե էլի, ասացի վրա միտր, հավես չկա։ Լավ է։ Ես էլ գիտեի։ Արի մի հատ խմենք, հեսա կխոսենք։ Գլդոր։ Ալիք, ես քեզ քանի անգամ ասեմ, որ քեզ նգլուխ ոչինչ բան չանես։ Ախր մենք լիքը գործեր ունենք իրար հետ անելու ու պետք է պայմանավորված ցանկացած գործ անենք։ Եթե մի բան սխալ արեցինք, սաղ կարա ջուրը գնա։ Արանքում Լուիսը կա, արանքում Էդոն կա, տխես կա։ Գիտեմ, ապեր գիտեմ, բայց գոնե մի հատ իմացի ինչ եմ արել, ինչ եմ քեզ ասելու, նոր գազ։ Նա ցույց մնա, մենակ եմ որ շակալ այդ գործ ես բռնել, արդեն հերիք է։ Գսի, ամուշ։ Դու չէիր որ շակալին կաշառում էիր, որ մեր վրա աշխատի, հիմա դրի ինձ ես քննարկում։ Ես առանց քավորի իմացության ոչ մի բան չեմ արել։ Քավոր, սպանեցիք ձեր քավորը։ Չէ, դու բայել լրջությունը չես պատկերացնում։ Դու կաս հասկանաս մենք ում ենք դուրս եկել։ Աբրահամյան պատկերացնում ես, ինչ ուժի դեր մարդա։ Դու հանգիստ եղի ախպեր ես։ Իմ բռնած գործը ոչ Աբրահամյանի, ոչ էլ մեր ընդհանուր գործի հետ կապ չունի։ Լավ, բայց շակալ ինչ գործում է դրա հետ, ինչ գործ ես տանում։ Դեռ ոչ մի։ Առայժմ մի զանգին եմ սպասում։ Խմենք այսօր խմելու է։ Գլդոր։ Նա խոսականը ինչ ես արել դու ընդհանրապես։ Արի խմենք ապեր։ Ու ինչ արել եմ, վահանի համար եմ արել։ Ես ասել էի չէ որ վահանի խփովից զարը քոքից կտրել, ասել էի թե չէ։ Ես նոր գժվասնել ես։ Մեր վահանի համար։ Ես իմը անելու եմ։ 100% անելու եմ։
Խոսադել եմ ինչ ես անելու։ Այդ շակալը ահագին ժամանակ նստած է եղել։ Ու հնարավոր չի, ներսում ինգեր չունել։ Ասել եմ, որ իմանա, թե Վահանը կոնկրետում ձեռնա գնացել։ Ու հենց իմացա, ու հենց ասոր։ Ու հենց ասոր ես իմանելու նա անելու եմ։ Դրա թևը քոքից կդրել եմ տալու։ Լավ, ասենք, թևը կտրեցիր, ոնց ես այդ անելու։ Շակալի միջոցով, էդի փողի համար մեռած։ Որ երկու կոպեկ որ փող տաս, ամեն ինչ էլ կանի, ու հանգիստ եղի։ Դու այդ փողը ոնց ես իրան տալու, փող ունես որ տաս։ Գիտես ինչքան փող կուզի այդ ինվորմացիայի համար։ Ինչքան որ ուզի, այդքան էլ կտամ։ Լսին, ես մեզ ինչ եմ ասում, մենք հիմա փողի կարիք ունենք, որ չուզի նախ 5 մանետ փող ազելով, որտեղից ես ճարելու։ Գիտեմ ապեր, գիտեմ։ Լավ ոնց ենք շակալի փողը փակելու, մտածել ես։ Ասեցի դու հանգիստ եղի, մենք շակալի փողը կփակենք, կարևորը որ դու մի նեղվի։ Ես ապեր քավորից փող չեմ ուզի, հաստատ չեմ ուզի։ Պետք էլ չի Դավիթ։ Ես արդեն ունեմ այդ փողը։ Այսինքն։ Ինչ ամարդ։ Ծախեցի խամերս։ Ու ավելի է ժամբանը։ Վահանի մուրը անելու համար համարդ ես ծախել, հա։ Երկու ոտը դրել եմ մի կոշիկի մեջ ու առաջ է բրդում։ Լավ դեմա չի տալի։ Դե իրա տունն է։ Իրա տունն է ո՞րն է։ Էլի իրանն է, էլի։ Իսկի չի էլ ապրում, հենա իրանն է։ Նա։ Կային իստեղ տեղ չտես։ Ես դրա գեղն ու գերանդին։ Հիշում ես դրան։ Նա թիվ էր ասելու մի կոպեկ չեր ուզում տվեց իշտեր։ Թող ձեռնաս։ Թող ասում եմ մեզ է նայում, թող։ Լսի, այս տունը քոնը պետք է լինի։ Այս արդեն պրինցիպի հարց է։ Դու համի, պետք է այս տանը նայես, ոչ թե մեքենային։ Ալիկ գնաց։ Ոչինչ։ Ալիկ ողանում ախտան։ Չէ, նստեք շում։ Ալիկ կանգնի ասում եմ։ Ալիկ տարավ ավտոն։ Այ Դավիթ։ Քոնոման երկրորդը չկա, հավատա ապեր։ Բայշում ես որ ասում ես տարան, ալիկ, ավտո տարան, հասի, տարան։ Այ, Հիշում եմ, որ չեմ հիշում։ Արա, մինչև հիմա ես քեզ պարտք եմ։ Ինչ պարտք։ Ինձ պարտք չես անում։
Ասպար չեմ, հիմատ հիշի, որ տուն է ուզում առնեի։ Մեքենատ ծախեցիր, հողս չերերիք, մինչև հիմա պարտքս չեմ պագել։ Չես պագել, որովհետև մենք քեզ ավելի շուտ պագեցինք։ Ես մեր գեղն ու գերանդին։ Գլդոր։ Այսօր գլդորի որա գնաց։ Ասնում եմ մեքենատ ծախել ես, որ վահանի վրեժը լուծես։ Այ շիպցի։ Վահանը վերևից նայում եմ ես։ Ու մենք պարտավոր ենք այդ տանենք նավել։ Մանավանդ, որ խոսք եմ տանել։ Վասիլիային ինձ կկանչես, չէ՞։ Ալի կատաչում անում դուրջ եմ արցնում։ Ասում էր ճիշտ տանգին այդ ավտոն ես տվեց անդին։ Հա, տվեցի։ Ես փոխվել ախպեր ես։ Ես փոխվել։ Ացո, չէ դուրս ես։ Հիմա ես ինձ ասեցիր։ Ադիգ լավ է թե վատ։ Ադիգ լավ է։ Շիպցի, լավ է։ Այսօր էլ անոնց գնում, ոնց որ հորտում են։ Գլդոր։ Ալիք ես ընդհանուր առմամբ դեմ չեմ, որ շակալ այդ գործ անի, բայց մի պայմանով։ Ինչ պայման։ Շակալի ուզած փող երկուսով ենք փակելու։ Ինչի կոզերը փող կա։ Դե։ Հա, մի քիչ կա։ Այնքանով, որքանով։ Այսքան։ Թող ենք թեման, լավ։ Արի մի քիչ մեզնից խոսանք։ Մենք որ հավաքվել էինք Սաքոյի նշանվելու կապակցությամբ։ Նշանվելու։ Հա։ Սոնայի մասին էի խոսում, ինչ-որ մի աղջկա, ինչ եղավ։ Լուրջա։ Լուրջա, ապեր, լուրջա։ Որիվան դրանցում իմացա։ Ամենը Սոնա է։ Հա։ Ոնց որ սառը ջուր լցնում։ Լավ, դու կողմս հանգիստ պարկի, հեսա Լիլիթին կասեմ կգա քո մոտ, ես արագ գնամ գամ, հա։ Չէ, իրոք պետք չի։ Պետք է։ Անունդ կասես։ Սոնա։ Չէ։ Ինձ չի կարա։ Հա։ Ու բացի այդ ճոր սոնայական բան կա մեջ։ Մեղնա, բարի։ Հետո մենակ մեծացած երեխա է երևի նրա համար էլ սիրտս կպել է։ Այդ ինչի է մենակ մեծացել։ Դե մերը շուկա մահացել, հերն էլ ինչ-որ թողել գնացել։ Հաստորեն մեր Սոնայի նման։ Ահա, Սոնայի մերն էր շուտ մահացել։ Խեղճ երեխեն համարյա թե որբ է մեծացել, դե հերեին Չակոպը, յա եղած, յա չեղած, ավելի լավ աչելներ։ Ճիշտ ես ասում եմ։ Մենակությունը հատ բան է, շատ հատ բան է, նայիք վել Լիլիթի հետ։ Լիլիթ։ Գլդոր, դե հիմա
Ու քեզանից ասա, քո գործերը ո՞նց։ Գործը էլի։ Զանգում եմ հեռախոսը չի վերցնում։ Ինչի։ Երևի նեղացել է։ Ապեր դու տես բնավորություն չունես մարդ նեղացնելու, անկեղծ ասա։ Որ նեղացել է, ուրեմն նեղացել եմ։ Եթե ճապեր, կբարի չեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Դու հիմա ինձ ասա, ինչ անեմ քո համար։ Արի մի հատ էլ խմենք։ Խմենք։ Համերից գենացա։ Խմի շատ է քեզ ծաղել։ Ինձ հիմա մենակ մի բան է հետաքրքրում շիպցի։ Ինչա՞վ։ Այդ Աբրահամյանի հաշիվը դրա հարցերը շուտ լուծենք ու կլուծենք։ Սաղի հարցերն էլ կլուծենք։ Քավորն ինչ ասում։ Դե Քավորի մոտ է ելել, որ այդ ամեն ինչ եղավ գնացել է հետո մերին զանգեցի, գնացի մերին տեսա այդ ընթացքում ինքը զանգեց, մի խոսքով քթերը կախեց, մեղացավ իմ ասկի հեռախոսն էլ չի Դավիթ, Լիլիթը լավ աղջիկ, նա իր ձեռից էլ բաց չթողեց։ Սոնային դու էլ չբաց թողես։ Չէ, հաստատ չէ։ Դավիթ, Ասա։ Սկանի օրը գործ ենք։ Չէ, ոնց որ մի շխախանդ ենք, այդ Աբրահամյանը Ֆրանսիա գնացել, մի քիչ ուղեղներ ես կտեն ջանա։ Այդ լավ է։ Մաման ո՞նց է։ Էլիթը որ երկու անգամ գնում սրսկում է։ Ասես մի երկու օրից ոտի կգանգնի, ես իմ տեսնենք։ Մամայի համար հասմի պատան բոլորիս էլ մերություն արել ապար։ Իր համար թող շպարող չեմ։ Դնդոր։ Հեռախոսը դրեք կանաշկի շոկալը։ Շակալը։ Ասա շակալից է։ Շիպցի։ Քսիֆի պատասխանը եկել է ապեր, իմացել եմ ովա։ Ով է։ Մի հատ գյադա կա։ Անունը Վլոյա ինչ է։ Լսի, վլո չգիտեմ։ Դրա ձեռը պետք է կտրվի, քոքից։ Այն ձեռը, որով Վահանին է խփել։ Լավ ախպեր, այդ հաճույքը արժի $10,000։ Ինչ։ Ախպերս սաղ փողը հույմը չի, գործը ներսի մարդ է անում ախպերս, $5,000 փող է ուզում։ Չհասկացա, 5 էլ դու ես վրա գալի։ Դե ախպերս այդքան 10-ով տենք տենում, մի երկու կապիկ էլ մենք չառնենք։ Այնց այդ երկու կոպեկն էլ կառնես։ 5 անողին, երկուսն էլ քեզ, 10,000 մասազար չկա, հա, վիզարնում ես։ Լավ, 7 значит 7 ախպերս, 7-ով կանենք։ Հենց ես գիշեր շակալ։ Այդ գործը հենց ես գիշեր պիտի արի։ Լավ, այդ դեպքում լավ կլինի, որ փողն էլ հիմա տաս։ Լավ, հարի նույն տեղը, կես ժամից ընդեղ լնես։ Լավ։ Ասել սենց ապեր, մի հատ էլ չգիլոր ենք։ Հարի Վահանի համար խմեն։ Ինչի ամիշտ սանս լինում։ Ինչի են սենց աղր։ Ես հետդ եմ գալում։ Չէ, ես մենակ կգնամ այդ գործերը դանեմ, որս վիճակ չկա, հետո կգնամ տոն, դու քո գործերին նայի։ Կրնել Լիլիթի հետ բանիշ։ Գնացինք։
Օգնեմ։ Չէ, նորմալ։ Հույսը երբեք չի մարում, նույնիսկ եթե քեզ ապագան հայտնի չէ։ Նույնիսկ եթե դու չգիտես, որ հաղթելու ոչ մի շանս չունես։ Միևնույն է, ինչ-որ տեղ հոգու խորքում դու հույս ես փայփայում։ Հույսն այն բանի, որ հնարավոր է ինչ-որ բան փոխվի։ Գուցե ոչ այսօր, ոչ էլ վաղը, նման ակնկալիք դու չունես, բայց գուցե մի օր, գուցե հեռավոր ապագայում, հնարավոր է ինչ-որ բան ստացվի։ Հնարավոր է, որ կատարվի երազանքդ։ Ուզում եմ խոսենք։ Ես գիտեմ դու մեղացել ես ինձանից, բայց չեմ ուզում, որ սխալ եզրակացություն կազմես իմ մասին։ Սխալ չի եզրակացությունը, Սարամ։ Դու մի բան ասում ես, ու լրիվ ուրիշ բան ես անում։ Կասես ինչի համար էիր գնացել Մերիի մոտ։ Դու ուղղակի ինձ խանդում ես, իսկ այդ խանդը անառիթ է։ Չեմ խանդում, Արամ, չեմ խանդում, հավատա։ Ես ուղղակի մեր մասին եմ մտածում։ Ես չեմ տեսնում մեր ապագան։ Սպասի մի քիչ, էլի խնդրում եմ քեզ, մի քիչ սպասի, այս ամեն ինչը շատ շուտով կավարտվի։ Ցավալին էլ դա է, որ ես չեմ տեսնում այդ շատ շուտով երբ կգա։ Ես քեզ խոսք եմ տալիս, քիչ եմ մնացել։ Քո ուշքու միտքը զբաղված է Մերիով։ Ու իհարկե Լևոնով։ Իսկ ես այդտեղ տեղ չունեմ։ Շակալ աղբեր։ Ինձ պետք է որ այդ գործը հենց այս գիշեր կատարվի։ Եղավ, ապեր, կաշխատեմ հենց այսօր էլ անեմ։ Ոնց է կաշխատես։ Ես քեզ քաշովոտ մեկ փող եմ տալիս։ Փող եմ տալիս, որ դու նազուտ ուզանես, Շակալ։ Շիպցի է, ասի կանեմ, ուրեմն կանեմ, աղբեր։ Ամեն ինչ ջրերես դուրս կգա, եթե հանգարց մի բան են չանես։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բլեեր։ Վլը։ Հա, հանգարց չիմանաս, այդ ուռոդան արսնա ես դուրսը ու ես ոչ մի բան չեմ իմանա։ Արանքում մցել սենց բաներ, հանգարց չնի։ Դու չէ, աղբեր ուշ կցել, ինչ բան։ Ես հենց այսօր էլ կեթամ զոն տենամ փողը ոնց եմ ներս մցնում աղբեր։ Ու զակազը տամ մի անգամից։ Ու ամենակարևորը, հետո որ այդ գործը պիտի անի, նրան ասում ես, որ գործը անելուց հետո մի հատ էլ շխկսնի։ Ոնց շխկսնի։ Շակալ ֆոտո անի։ Եղավ, ապեր, տենց էլ կանեմ, դու հանգիստ եղի, ապեր, ես ու առաջի անգամը չեմ, ես իմ գործը լավ գիտեմ։ Լավ, հավատաց, ապեր, դու արի ժամանակ մի ձգի ու մի անգամից գործի անցի, որովհետև շատ կարևոր է, որ էդի հենց այսօր լինի։ Եղավ, աղբեր, դե ես գնամ տենամ ինչ եմ անում։ Դավայ։
Շակալ ախպեր։ Սուրը դիտ զրը որորդ անգամ մեծ փող են գնում, բայց զլը տաքսով եմ։ Չէ, ստեն ասել էլի, ես դրագեղն ու գերանդին։ Ով գիտի կազինոներում եմ մսխում էտ փողները։ Вообще-то կարելի է կլուբը խոդի տան, հին շպցի։ Ճիշտ է, բանի նման չեմ կար աշխատացնեմ, բայց գլուխ կհանեմ։ Բանը ոնց էր անում, փողը ստեղից վերցնում էր ու դնում էր այն մի տեղը։ Փողը պետք է միշտ շրջանառության մեջ պահել, փողը բերում անպայման։ Պետք է կլուբը աշխատացնել է պետք։ Ես խիստ սկսեցի փիլիսոփայել, ես էլ չգիտեմ։ Երևի քունս է տանում։ Գնանք։ Շատ կուզեմ հավատալ քեզ, բայց երբ դու իմ կողքին ես, միշտ նրանց մասին ես մտածում, հավատա ես զգում եմ դա։ Ես չեմ կարա չմտածեմ իրենց մասին, ես չեմ կարա Լիլիթ, որովհետև Լևոնը իմ որդին է, Մերին էլ իմ որդու մայրն է ու ես պարտավոր եմ իրաց մասին մտածել ու հոգ տանել։ Ես Լևոնի դեմ ոչինչ չունեմ արամ, իհարկե պարտավոր ես։ Բայց Մերին ինքը կարող է իր մասին հոգ տանել առանց քո օգնության, չէ՞։ Գիտես, մենք նաև իրար հետ գործնական հարաբերությունների մեջ ենք։ Իրար հետ պայքարում ենք մի մարդու դեմ ու յուրաքանչյուր սխալ կարա ճակատագրական լինի։ Իսկ դա ինչի համար եք անում։ Անուն ինչի։ Փողի։ Մարգոն բրատ։ Բարև Շակալա։ Վրազ ասա, ինչ կա, պետք չի որ դու ստեղ երկար մնաս։ Εσύ տալիս ես Ֆելոն, ինքը գիտի ինչ ան եղավ։ Այս էլ դիրջետը։ Մեկ էլ Ֆելոին ասա, թող ֆոտո անի, հեռախոսով ինչ-որ մա չխկսնի, հեղավ զարկած չիքնաս։ Լավ այ աղբրես։ Լավ այ։ Լիլիթ ինչ է քեզ թվում այս ամեն ինչը փողի համար է։ Իսկ ինչի համար է, թե ոչ փողի։ Ես քեզ կասեմ ինչի համար է։ Մերին իր քրոջ վրեժն է լուծում։ Ալիք իր սիրած աղջիկա, իսկ ես հիմա մի քիչ ուրիշ եմ։ Ես քեզ չեմ կարող բացատրեմ, ուղղակի այլ ընտրանք չունեմ։ Ինչ է քեզ թվում է, ես չեմ ուզում ընտանիք վերադառնամ։ Չեմ ուզում ամուսնանամ, երեխաներ ունենամ, հանգիստ ապրեմ։ Ես շատ եմ ուզում։ Հավատա ես շատ եմ ուզում, բայց հիմա չեմ կարող, ես հիմա դրա իրավունք չունեմ։ Կբացատրես ինչի համար չունես դրա իրավունքը։ Լիլիթ ձեռնոցն արդեն նետված է։ Այս խաղը շատ վտանգավոր է, ես ասացի արդեն, ու այս խաղի մեջ շատ մարդիկ են մտել, որոնք իրեն շահն է հետապնդում։ Մենակ մենք ենք ուզում այս ամեն ինչից ազատվենք, ես, Ալիկը, Մերին։ Կներես, բայց ես չեմ հավատում։
Ոնց չես հասկանում, այնտեղ կնողը բրծում չունի։ Ու ձեր խաղն էլ ավարտ չի ունենա։ Վերիտ ունի։ Կունենա, ավարտ կունենա, հավատա։ Ուղղակի համբերություն է պետք։ Համբերենք ու շատ շուտով էս ամեն ինչը կվերջանա։ Չէ արա։ Ճիշտ է, այս խաղը կավարտվի։ Բայց դրան կհաջորդի մի ուրիշ խաղ։ Չէ, չի հաջորդի։ Ես խոսք եմ տալիս քեզ, եթե այս ամեն ինչը ավարտվի, ես կավորի հետ ոչ մի գործնական հարաբերություններ չեմ ունենա։ Ոնց չես հասկանում, որ քո ասած նույն քավորը քեզ մի ուրիշ խաղի մեջ կներքաշի։ Չէ, Լիլիթ, ես գիտեմ, որ բոլորիդ նեղացնում եմ ու անկեղծ դուք նեղանալու տեղերում եք։ Իմ ընտանիքն էլ այնպես նեղանում ու շատ եմ նեղանում, որովհետև իրաց թվում է, թե ես Բերթուն ուրիշ մարդ եմ դարձել, փոխվել եմ, դու էլ ես նեղանում ինձնից, որովհետև քեզ թվում է, թե ես դեռ մերի մասին եմ մտածում։ Մի հարցում ամամուտ եմ քեզ հետ։ Դու մեզ իրոք նեղացնում ես։ Իհարկե բացի։ Ինչ բացի։ Բացի մերից։ Դու ամեն ինչ անում ես, որ մերին չնեղացնես, որպեսզի նա քեզանից երես չթեքի։ Ալա Շակալ, գործն արած է, ֆոտոն ուղարկում եմ ձեռիդ վրա։ Հասկացա։ Մալա դուս տղեկ։ Գործը լավ էլ արագ գլուխ բերի։ Գիտես ինձ ինչը դուր չի գալիս։ Ինչը։ Այն որ դու քեզ թույլ ես տալիս ամեն պատե առիթով ինձ նեղացնել, բայց մերին երբեք։ Լերիդ գործի համար է դա։ Չէ, լսի, խնդրում եմ լսի, սա գործի համար է։ Մենք մի շատ կարևոր գործի մեջ ենք ներքաշված, իսկ մերի բնավորությունը շատ բռնկուն է, ինքը կարող ամեն վայրկյան սխալներ գործի, ու եթե սխալներ գործես բոլորս, ես չեմ կարող ասեմ մեր հետ ինչ կկատարվի։ Այս ամեն ինչը մենակ դրա համար է, էլ չեմ ասում իր հոր մասին, Հակոբը, մարդն էլ մի բարի պտուղը չի, ես 10 տեղ ճղվում եմ, հավատա Լերիդ, 10 տեղ ճղվում եմ, որ բոլորի համար լավ լինի, բայց ոնց տեսնում եմ, ինչքան որ անում եմ, էլի բոլորին նեղացնում եմ։ Ասեմ քեզ, որ շատ լավ արդարացում ես գտել։ Գործի համար մերին պիտի միշտ քո տեսադաշտում լինի։ Գոնե ասեիր, որ Լևոնին ես գնում տեսնելու։ Ինչա քեզ ավելի լավ կլինի, եթե ես խաբեմ, հա? Ստեմ քեզ, Լիլիթ։ Ես իմ որդուն տեսել եմ, տեսնում ու միշտ կտեսնեմ։ Այդ հավատա, բայց ես չեմ կարող քեզ խաբել։ Հա, գործի համար է։ Գնացի քավորի մոտ, ընդեղից այնպես ստացվեց, որ պիտի մերին էլ տեսնեի նույն գործի համար։ Չգիտեմ, Արամ, չգիտեմ։ Չգիտեմ, ես ամեն ինչով կավարտվի։ Լիլիթ, քեզ մեր հարաբերություններն է հետաքրքրում, իսկ ինձ բոլորի անվտանգությունը։ Ես չգիտեմ, ես ամեն ինչի երբ կվերջանա։ Այսինքն ուզում ես ասել, որ մեր հարաբերություններն արդեն քեզ չեն հետաքրքրում։ Ասա, Շիպսի շակալն է։ Ինչ արեցիր։ Գործը արած ապր։ Վաղը ֆոտոներն էլ կստանաս։ Հա? Լավ։ Ապրես, հա։ Լավ։ Լիլիթ, լավ, ես քեզ ոնց բացատրեմ, ոնց ասեմ, որ դու հասկանաս, որ ես քո հանդեպ լուրջ զգացմունքներ ունեմ։ Ինչ զգացմունք, Արամ։ Որ թաքուն մերի հանդեպ ես զգում։
Թե որ նոր ածնվել քո մեջ, բայց դու ինքդ էլ վստահ չես, թե ինչ ես զգում իմ հանդեպ։ Լիլիթ, խնդրում եմ։ Այնպես մի արա, որ մենք վիճենք, ես դրա հավեսը էջ չունեմ։ Մերի հանդեպ ամեն ինչ վարվել մոխրացել է։ Ոչինչ չի մնացել, այդ խարույկը բոցավ արվեց, բոցը երկինք հասավ ու վերջացավ, ամեն ինչ վերջացավ։ Հանգչած խարույկը գիշերում անսպասելի նորից բռնկվում ու բորբոքվում է։ Նայած թե քամին ինչ ուշքնությամբ է փչում։ Լիլիթ, ինչ քամի։ Ինչ ուղղություն։ Ես ինչեր ես խոսում։ Ես վախենում եմ Արամ։ Ինչից Լիլիթ։ Քեզ կորցնելուց։ Որ վաղ թե ուշ մենք իրար կկորցնենք։ Չէ, Ես մերից եմ վախենում։ Վերջ, դες ման չի լինի։ Հավատա դու ես մենակ պետք, դու ես մենակ պետք։ Ես ուզում եմ, որ դու իմ կողքը լինես միշտ, եթե ամուսնանալ մենակ քո հետ, եթե երեխաներ ունենալ մենակ քեզնից։ Եվ ուզում եմ, որ իմ երեխեքին դու դաստիարակես։ Մեկա։ Մերին մեզ հանգիստ չի թողնի, Արամ, իրատեսել էր, խնդրում եմ։ Չէ, դու այդպիսի բաներ մի ասա։ Մերին ով որ մեզ հանգիստ թողնի, կան չթողնի։ Հիշիր խոսքս։ Մերին հիմա կտրուկ քայլերի չի դիմում, որովհետև ամուսինը նոր է մահացել։ Իսկ երբ որ ժամանակ կանցնի, կտեսնես։ Թեկուզև դու իրեն պետք չես լինի, բայց միևնույն է մեզ կբաժանի։ Լսի Լիլիթ, հնարավոր է ես քո հետ համաձայն եմ, միգուցե ինք ինչ-որ քայլեր ձեռնարկի, բայց մենք ինչի համար ենք։ Մենք պիտի դրան դեմ կանգնենք, մենք պիտի դրան բաթուլ չտանք, ամեն ինչ մեզնից է կախված, ինձնից ու քեզնից, մի վախեցի։ Կտեսնես, Մերին իր ուզածին հասնելու է։ Լիլիթ, հələ մի րոպե, դու ինչ ես այդքան վախկոտ։ Երբ սիրում ես, վախկոտ ես դառնում։ Դու ես ինձ մենակ պետք, ոչ ոք։